Մարդկանց խաբել են, թե իբր Եվրամիությունը մեզ սպասում են, Եվրամիությանը կանդամակցենք, լավ կապրենք եւ այլն։ Սուտ։ Եվրամիությունը մեզ չեն սպասում, բայց Եվրամիությունը մեր գործընկերն է, բարեկամն է եւ SEPA-ի շրջանակներում մենք պատրաստ ենք զարգացնել Եվրամիության հետ հարաբերությունները, արժեհամակարգային, կառավարման բարեփոխումների, եվրոստանդարտները կառավարման մեջ ներդրումներու առումով, բայց ինչ վերաբերում է արժեքներին, ապա մենք մեր ավանդական արժեքները պաշտպանելու կողմնակից ենք եւ այն գրեհկությունները, որ այս այնտեղից քարոզում են, եւ այս նոր սահմանության մեջ իդեպ այդ առումով այսպես միասեռականության քարոզ են ներդնում հիմա այս նոր սահմանությամբ, մենք դրան դեմ ենք։ Եվրամիության հետ կապված, տեսեք, մենք բոլոր ստանդարտները ապահովել ենք, բանակցում ենք, բայց մեր ժողովրդին մի քիչ Եվրամիության ներկայացուցիչները 4-րդ սորտի մարդ են դիտարկում, կներեք, այդպիսի տպավորություն կա։ Ուրեմն առաջին հերթին դա վերաբերում է առանց վիզային ռեժիմի մեր այցելություններին։ Մենք ունենք համաձայնություն։ Ասենք, այսպես ասած, հերիք ու բոլ եղավ մեր ժողովրդին 4-րդ կարգի մարդ դիտարկելը եւ Հայաստանի դեմ ռասիզմ կիրառելը։ Ինչպես որ Վրաստանում են արել առանց վիզայի ռեժիմի ներդրումը, այնպես է թող Հայաստանում անեն։ Ինչով ենք մենք պակաս։ Մենք փաստորեն մեր քաղաքացիները համ ուզենան տուրիստական այց անեն, փող ծախսեն այնտեղ, այնտեղի տնտեսություններին նպաստեն իրենց մասով, համ էլ այստեղ տանջվեն, որ վիզա ստանան այդ բյուրոկրատիան, քաշքշուկը, նաև կոռուպցիան, որ կա, սա մեր համար անընդունելի է։ Ընդ որում, այս իշխանության օրոք Այն որ ասում են մենք Եվրամիություն ենք գնում արևմտամետ եւ այլն գծի վրա ենք, այս իշխանության օրոք վիզաների ստանալը ավելի է քաշքշուկը մեծացել եւ բյուրոկրատիզացվել։ Այնպես որ Եվրամիության հետ մեր գլխավոր խնդիրը այդ առանց վիզայի ռեժիմի համակարգի ներդրումն է եւ մենք այս առումով շատ լուրջ բանակցություններ ենք վարելու։